Այսօր առավոտյան ժամը 9:50-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին, հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդում, ինչ հանգամանքներում է մահացել զինվորը, քանի տարեկան էր, ասելով միայն թե քննություն է ընթանում։ Սա այս տարվա առաջին ողբերգական լուրն էր բանակից։ Դեռ 3 նախարար Սուրեն Պապիկյանը վստահ խոսում էր շոշափելի արդյունքների մասին։ Ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը եւ դրա հետևանքով սպանությունների դեպքերին։ Ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։ Նախարարը միայն ավելի ուշ լրագրողների ճշտող հարցերին պատասխանելիս խմբագրեց իր այս հայտարարությունը։ 2025-ին զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Նախորդ տարվա 6 մահվան դեպքերից 2-ը ըստ Պապիկյանի ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են եղել։ 1 կայծակնահարություն, 1 հոսանքահարման, մյուս 2-ը առողջական խնդիրների պատճառով։ Իդեպ, անցած տարվա վերջին ողբերգական հաղորդագրությունը մի քանի շաբաթ առաջ տարածվեց։ Ժամկետային զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին էին հայտնաբերել։ Իրավապահները հայտնեցին, թե նա իրեն ամրացված զենքից կրակել է գլխին։ Սպանություն, այսինքն երբ մարդը մարդուն սպանում է, ես նույնիսկ դրա մասին խոսեցի։ Ի ուրախություն մեզ տեղի չի ունեցել։ Կարծում եմ դուք էլ եք դրանից ուրախանում։ Մեր ուսումնասիրությունների համաձայն առնվազն 2 դեպք կազմակերպությունը 2025 թվականի ընթացքում արձանագրել է, որոնք սպանության հետևանք են։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պայմաններում անցած տարի հունիսին մահացավ պայմանագրային զինծառայողը, նկատում է նախարարի երեկվա ասուլիսը լսած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։ Երբ նախարարը նշեց, որ 2025 թվականին տեղի չեն ունեցել սպանության դեպքեր, ես միանգամից հիշեցի այս տարվա հունիսին տեղի ունեցած դեպքը, երբ պայմանագրային զինծառայողը, Աշխարհազորի պայմանագրային զինծառայողը ենթարկվել էր դաժան ծեծի վերադաս հրամանատարի կողմից, իհարկե դեպքը տեղի էր ունեցել Զորամասի տարածքից դուրս մեր ունեցած տվյալներով, ամեն դեպքում տեղի է ունեցել վերադաս հրամանատարի կողմից ենթակայի նկատմամբ բռնություն, որի հետևանքով զինծառայողը տեղափոխվելով հիվանդանոց մահացել է, այսինքն խոսել սպանությունների միջանձնային հարաբերությունների բացակայության պայմաններում սպանությունների բացակայության մասին դեռևս շատ վաղ է, քանի դեռ մենք գոնե թե առնվազն մեկ դեպք գոնե ունենք սպանության հետևանքով, չնայած քրեական գործը հարուցվել է ոչ սպանության հետևանքով, ամեն դեպքում տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների հետևանքով վեճ, կռիվ եւ արդյունքում զինծառայողը մահացել է։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ նախարարը թեպետ վերջում խոսեց ինքնասպանության դեպքերի մասին, սակայն շրջանցեց հանգամանքները։ Վերահսկողության բացակայության, զինծառայողների միջև միջանձնային հարաբերությունների ոչ առողջ հարաբերությունների առկայության պայմաններում է տեղի ունենում ինքնասպանության հասցնելու դեպքերը։ Մենք ցանկացած զինծառայողի մահվան դեպք դիտարկում ենք որպես լուրջ մարտահրավեր պաշտպանական գերատեսչության համար, որովհետև պետք է դեպքի հանգամանքները պարզեն, թե արդյոք եթե նույնիսկ զինծառայողը ինքնասպանություն է գործել Զորամասի տարածքից դուրս կամ ինչ-որ իր բնակարանում, ինչն է նրան դրդել այդ քայլին, այսինքն արդյոք զինվորական ծառայությունը որևէ կապ կարող էր ունենալ, որևէ ազդեցություն կարող էր ունենալ զինծառայողի կողմից նման քայլի դիմելու վրա, թե ոչ։ Թերևս նաև այս պատճառով իրավապաշտպանների եւ պաշտոնական թվերի միջև լուրջ հակասություններ են լինում, ու մինչ Պապիկյանը 3 հաշվում էր ծառայության հետ կապված 6 մահվան դեպք, իրավապաշտպանների վիճակագրությունը առնվազն 3 անգամ ավելին է, 19 դեպքի մասին են խոսում։ Ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այսօրվա ողբերգությունը։ Կան արդյոք կասկածյալներ, մեղադրյալներ։ Այս հարցերին պատասխաններ չկան։